Արդյոք դուք կներեք չի խախտվում իմ պաշտպանվելու իրավունքը, սահմանադրական իրավունքը, եթե դուք գործը մի մասը վերցնում եք եւ ուղարկում եք դատարան, եւ այն մարդը, որ հիվանդ մարդ է, կարող է պատահի, չգիտեմ ինչ մեղքեր իր վրա վերցնի, մենակ թե շուտ բրծես ամեն տանջանքից եւ դատարանի որոշումը լինի, որ ինքնին կաշառք առաջարկել, բայց այն պաշտպանվելու իրավունքը որտեղ մնաց, թե կին դատախազ։ Ավարտեցիք։ Արաբկիրում ձեր ներկայացրած հաղորդման կապակցությամբ իհարկե մենք տեղյակ ենք, նաև այդ հաղորդման մասին նշում է Արամ Մկրտչյանը իր տեսագրություններում, որտեղ ձեզ մեղադրում է եւ ասում է, որ ձեզ չթվա, որով առաջինը գնաց կոմիտե հաղորդում տվեց, նա ճիշտ է։ Պես որ մեզ համար նորություն չի, ինչ որ դուք ասում եք, ավելին ձեր կողմից հաղորդումը ներկայացվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Հաղորդումը ներկայացվել է 2024 թվականի հունվարի 3-ին, ըստ փաստաթղթերի, եւ դուք ստացել եք նաեւ վարույթ չնախաձեռնելու արձանագրությունը եւ դրա հետ որևէ անհամաձայնություն չեք ունեցել։ Որևէ գրավոր փաստաթուղթ դրա մասին չկա։ Ինչ վերաբերում է վարույթին, որի շրջանակներում ձեռք են բերվել Արամ Մկրտչյանի տեսագրությունները, քննչական կոմիտեում այդ վարույթը քննվել է 2023 թվականից եւ 2024 թվականի նոյեմբերի 27-ին ուղարկվել է հակակոռուպցիոն կոմիտե, որովհետեւ վերաբերելի է եղել ձեզ, իսկ ձեր վերաբերյալ ենթադրյալ հանցագործության վերաբերյալ վարույթը քննվում էր հակակոռուպցիոն կոմիտեում։ Ինչ վերաբերում է ձեր կողմից նշված ճնշումներին, ապա Տիկ Ամովոսյանի կողմից որևէ նման փաստ չի բարձրաձայնվել, դուք դրա մասին չգիտեմ ինչի հիման վրա եք ենթադրություններ անում, մնացածը արձանագրված է ձեր առջև դրված միջնորդագրի մեջ։ Եվ Արամ Մկրտչյանի տեսագրությունները, եւ այն հանգամանքը, որտեղ եւ երբ են սպասարկվել ձեր ու Սլավիկ Պողոսյանի հեռախոսահամարները, այն ամեն ինչ որ ես նշեցի, հարգելի պատգամավորներ, դուք կարող եք հետևել նաեւ հեռախոսների տեղակայումների զննություններով, որոնք ներկայացված են մանրամասն միջնորդագրի մեջ։ Եթե ես ճիշտ հասկացա, Տիկին Վարդապետյան, փաստորեն 44-00-90-23 գործը հարուցվել էր 23 թվականի վերջերին։ Այո։ 24 թվականի հունվարի սկզբին երեքին ես տալիս եմ հաղորդում ոստիկանությունը ուղարկում է քննչական կոմիտե եւ այդ ամեն ինչը, որ նույն բանն է, չի միացվում իրար, վարույթ չի ընդունվում եւ գրեթե 1 տարի հետո արդեն նոր ինչ-որ բաներ ուղարկում են հակակոռուպցիոն կոմիտե։ Այստեղ դուք որևէ կապ չեք գտնում արդյոք։ Եվ հետաքրքիր է, որ նաև ձեր բանում գրված է, որ միջնորդագրում գրված է, որ Արամ Մանուկյանը փաստորեն փետրվարի 15-ից լքել է Հայաստանը։ Այո։ Եվ բոլոր ցուցմունքները, որ այդպես տոնով ասում եք կամ գրել եք այսպես հստակ, որ տեսած ձայնագրություններ, այդ մարդը զապիս արել իր խոսքով եւ ուղարկել է։ Այնտեղ որևէ մեր իմ ու իր խոսակցությունների մեջ որևէ $23,000 շոշափվել է։ Դուք ոչ մի անգամ չեք հերքում գումարի ստացման փաստը, պարոն Աղազարյան, խնդրում եմ կարդացեք ձեր ցուցմունքները։ Չեք հերքում։ Գումարի չափն է վիճակում։ Ներողություն, դա ձեր տեսակետն է, որը դուք ներկայացրել եք քննչական կոմիտե, ներկայացրել եք իմ կողմից նշված ամսաթվին եւ հետագայում որևէ առարկություն չեք ունեցել վարույթ չնախաձեռնելու հետ։ Դա փաստագրված է։ Շնորհակալություն։